Ընդամենը մեկ հարց ԲՀԿ նախընտրական համագումարի օրակարգում միայն կուսակցության նախագահի ընտրություններ։ Նաիրա Զոհրաբյանը, որ 2 տարի առաջ էր ստանձնել ԲՀԿ նախագահի պաշտոնը, նշեց, որ դա իր որոշումն էր հրաժարական տալ։ Իր հրաժարականի մասին հայտնեց Իշխան Զաքարյանը։ Նա երեկ դիմում է ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը թողնելու մասին եւ այսօրվանից արդեն Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի պետն է։ Գագիկ Ծառուկյանին ԲՀԿ-ի պատվիրակները կուսակցության եւ քաղխորհրդի նախագահ ընտրեցին միաձայն։ Երևույթներում ես եմ անկեղծ, ինչ որ մտածել եմ, այն էլ ասել եմ, չէ էլ այնպես, ասեմ ուրիշ բան, բայց մտածեմ ուրիշ բան։ Ծառուկյանը նշեց, որ հուզված է իր թիմի անվերապահ վստահությունից, ասաց, որ ինչ ոլորտով զբաղվել է, այն դարձել է ճանաչված եւ մրցունակ։ Օրինակ բերեց մասնավորապես սպորտային հաջողությունները, բայց նախ թիմակիցներին պարզաբանեց, թե ինչու է դեմ եղել հեղափոխական գործողությունների։ Եվ ասել Ծառուկյանը կգնա, կարող է էլի չգնա։ Ես ոչ եմ ասում, դա չար մարդիկ է։ Ես ամեն ինչի վրա վերցնելով եւ իմ ժողովրդին չէի կարող տանել հեղափոխության։ Դա անհայություն է։ Ինչ խնդիրներ է տեսնում եւ ինչ լուծում է առաջարկում։ Ծառուկյանը ներկայացրեց բանկային համակարգի կൂട്ടակային հիմնադրամի արագաչափերի փոքր եւ միջին բիզնեսի խնդիրների լուծման իր տեսակետները։ Մենք պետք է նայենք խնդրը լուծումը եւ մեր պետության հնարավորությունները։ Ծառուկյանի խոսքով այն ծրագրերը, որ ներկայացնելու են ընտրողին, քննարկել են տնտեսագետների ու ֆինանսիստների մասնագիտական խմբի հետ։ Բավականությունից է կապված իրենց բավական, իրենց երեխայի ապագան, որ ոչ մեկին չմեղադրեն, ասել դեր մի ամիս, 6 ամիս հետո պետք է իշխանափոխություն, ես իմ հեղափոխություն, միտինգներ։ Հնարավորություն է տրվեց, ամեն մարդու իրավունքն է, հանգիստ, խաղաղ, գնացեք ընտրությունը կատարեք։ Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։